Հիմա նայեք, դուք ունեք ձեր բիզնեսը, ձեր ընկերությունը, դուք գիտեք մի րոպեն ոնց սարքեք դոլար։ Հիմա ձեզ փող է պետք։ Կամ գնում եք բանկին ուղիղ դիմում եք, վարկ եք վերցնում, բայց այդ վարկն սահմանափակված է գրավի չափով կարելի ասել։ Կամ էլ գալիս եք ասում եք ուզում եք պարտատոմս թողարկենք, բայց դուք ոնց իմանաք ոնց պետք է թողարկեք պարտատոմս կամ բաժնետոմս։ Դրա համար պետք են խորհրդատուներ։ Ներդրում են ծառայություն մատուցողներ, տեղաբաշխողներ։ Այդ ներդրումային բանկային ծառայությունը սկսում է դրանից, որ դուք գնաք ներդրումային բանկի մոտ, ասեք մեր էս բիզնես պլանն է, էս մեր ցուցանիշներն են, մեր ապագա աճն է, ու ասեք օրինակ համար մեզ պետք է այսքան գումար, իրանք էլ դնեն գնահատեն, վերլուծություն իրականացնեն, ձեր բիզնեսը գնահատեն ու կան ինչ-որ եզրահանգումների, որ ենթադրենք ասենց գնահատումով կարանք փորձենք այսքան գումար ներգրավենք հավելյալ բաժնետոմսերի թողարկման միջոցով։ Համաձայն եք, եթե համաձայն եք, ապա դուք թողարկումը իրականացնեք, իրանք այդ թողարկված բաժնետոմսերը կտանեն կծախեն ներդրողների վրա, համապատասխանաբար ներդրողներն պետք է համոզեն։ Չէ, այսինքն ձեր մասին պետք է լուրջ վերլուծական նյութ ստեղծեն, թե ինչքան լավն եք դուք, տարիների ընթացքում ոնց եք զարգանալու, փող կաշխատենք։ Հա, որովհետև ներդրողը պետք է իմանա, ինքը միշտ ունի այլընտրանք, risk free այլընտրանքը մեր պետական պարտատոմսն է, մեր պետական պարտատոմսը այսօր վճարում է 10% եւ ավել։ Ռացիոնալ ներդրողը, հա, խելամիտ ներդրողը երևի թե պետք է ակնկալի գոնե 10-20% եկամտաբերություն։ Հիմա դրա մասին ինֆորմացիան ներդրում էին բանկը պետքա ձեզնից հավաքագրի, ճիշտ վերլուծի, ճիշտ ֆորմատի մեջ դնի, շատ հակիրճ լավ ձևով, համոզիչ կերպով համոզի ներդրողներին, որ ներդրում անեն։ Եթե ինքը հավատում է, եթե ինքը վերլուծության արդյունքում չի եկել այդ զանգմանակ, պետքա թողարկողին ասի կներես հիմա ժամանակը չի թողարկել, օրինակի համար շուկաներում կրիզիս է, բոլորը ծախում են իրենց արժեթղթերը, դուրս են գալիս ոսկի են առնում։ Լավ ժամանակ չի։ Այդ գործառույթը իրականացնում է ներդրումային բանկը։